Անին հանդես եկավ հրապարակումով հայտնելով, թե ինչպես է ամուսնության ընթացքում ինքը հոգեբանական եւ ֆիզիկական բռնության ենթարկվել։ Իհարկե բոլորը շտապեցին քարեր նետել Անդրեի ուղղությամբ եւ սատարել Անիին, բնականաբար մենք եւս ծայրաստիճան վատ ենք վերաբերվում բռնությանը, լինի դա հոգեբանական թե ֆիզիկական։ Բնականաբար դա անընդունելի է ինձ համար, որևէ բռնություն չունի բացատրություն կամ որևէ ներում։ Ես ինքս մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ գուցե ֆինանսական կամ նյութական ծայրաստիճան լավ վիճակ, բայց եղել է մարդկային առողջ հարաբերություններ, ինչը ինձ համար ամենակարևորն է եղել։ Ինձ համար բռնությունն այնքան ծանր ու դժվար թեմա է, որ իմ մանկության տրավմաներից մեկը ընտանեկան բռնությունն է եղել, երբ ես գիշերել եմ իմ մտերիմ ազգականներից մեկի տանը ու տեսել ինչպես էին նրանք իրար ծեծում, տեսա ինչ բռնություն էր այնտեղ։ Ես վազել ու զանգել եմ քաղաքային հեռախոսով պապայիս հույս ունենալով, որ 10 կիլոմետրի հեռավորության վրա կկարողանա օգնել։ Սա իմ մանկության ամենածանր տրավմատիկ հիշողությունն է եւ պատմում է, որ իմանաք որքան ծանր եմ տանում ես բռնությունը։ Անիի եւ Անդրեի թեման շատ նուրբ թեմա է եւ պետք է շատ զգուշորեն քննարկենք, որ որևէ կողմին չվնասենք։ Կրկնում եմ, եթե եղել է բռնություն, ես դա դատապարտում եմ անկախ նրանից, որ Անդրեն իմ ընկերն է։ Այս ամենի դրական կողմը այն է, որ տեսնում ենք առողջ էմպաթիա հասարակության կողմից կնոջ նկատմամբ, ինչը նախկինում չկար, սակայն մենք կրկին անցնում ենք սահմանը մոռանալով եւ խախտելով անմեղության կանխավարկածը, հաշվի չառնելով, որ գուցե զրպարտություն է այստեղ, գուցե չկա բռնություն կամ կան իրավիճակի տարբեր երանգներ, ու ամեն ինչ սև ու սպիտակ չէ, թեև բռնության պարագայում ինձ համար ամեն բան սև ու սպիտակ է։ Ես Անդրեի հետ մեկ հարկի տակ ապրել եմ երկար, ճամփորդել եմ նրա հետ։ Ես ինձ վրա կարող եմ կասկածել, որ կարող եմ հունից դուրս գալ ու անել ոչ adekvat բաներ։ Անդրեի վրա բացարձակ չեմ կասկածում ու վստահ եմ, որ նման դեպք տեղի չի ունեցել։ Սա իմ կարծիքն է, սա փաստ չէ։ Այս գործը քննվում է երկու դատարանի կողմից, եւ ընտանեկան եւ կրիմինալ, կարծում եմ պետք է սպասել։ Չեմ հավատում նաեւ Անդրեի բռնությանը նրա համար, քանի որ նրանց հետ նաեւ ապրել են Անդրեի ծնողները, եւ ճանաչելով նրանց վստահ կարող եմ ասել, որ նրանք կթողնեին ու կգնային, բայց չէին հանդուրժի ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն։ Անդրեի նախկին կինը, ում հետ ես ցավոք ծանոթ չեմ, եւս կփաստի, որ Անդրեն բացարձակ լավ հայր է եւ որևէ մեկ այդ առումով պրետենզիա չի կարող ունենալ։ Ինձ համար անհասկանալի է մնում, որ Անին, ում ծնողներն այդ ժամանակ եղել են այս երկրում, ինչու չի դիմել նրանց օգնությանը։ Ինչու է Անին հիմա տքնաջանորեն խոսում բռնության մասին եւ այդ բռնության մասին հրապարակումն անում է Հայ Սուպերսթար նախագծի առաջին անոնսի թողարկումից հետո։ Ի վերջո, եթե սա արվում է ավելի հայտնի դառնալու համար, որևէ լրատվամիջոց անգամ անուն ազգանունով չի անդրադառնում վերնագրերի մակարդակում երգչուհուն, այլ նշում է Անդրեի նախկին կինը, նշեց Մհերը։ Ես այս առումով արդեն հրապարակում արել եմ Instagram-ում, բայց կկրկնեմ, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, որը խախտելու իրավունք չունի եւ ոչ ոք, եւ միանգամից քառատել եւ միանգամից բարձրացնել կախաղան ու հալած յուղի տեղ ընդունել մի կողմի ասածները, չսպասելով ու չլսելով մյուս կողմին, մեղմ ասած սխալ է։ Ով սխալ է, երբ քննում են երկու դատարանները, այն գրառումներն ու այն կոմենտները, որ մարդիկ անում էին Անիի գրառման տակ, պատիվ չի բերում ոչ մի հայ մարդու։ Ես անընդհատ կարդալով ապշում էի, որ Անին չի հեռացնում դրանք։ Դու խոսում էիր էմպաթիայի մասին, բայց ես քո հետ համամիտ չեմ, որ կա առողջ հասարակություն։ Անդրեին միանգամից տարան ու տեղադրեցին Արցախյան թևում եւ արցախցիներին ատողները գրեցին թուրք, ղարաբաղցի եւ այլն։ Եվ սա Անին չէր հեռացնում։ Տանը մեծանում է երեխա, որի հայրը Անդրեն է եւ միայն այդ պատճառով Անին պետք է հեռացներ այդ մեկնաբանությունները։ Անիին մի խորհուրդ, վերանայեք կոմենտները, ուղղակի դրանք ճիշտ չի մնան։ Կարծում եմ դատարանն իր տեղը կդնի ամեն ինչ, բայց եկեք սառը տրամաբանենք։ Առաջին օրը, երբ Անդրեին ձերբակալեցին, Անդրեն մեղադրվում էր մարդկության հանդեպ գործած բոլոր հնարավոր եւ անհնարին հանցագործություններով։ Այո, կարծեմ նշված էր, որ Անդրեն ծեծել է երեխային եւս, նշեց Արան, իսկ Մհերն էլ լրացրեց։ Այդ բոլոր մեղադրանքների շարքում կային բոլոր մարդկային մեղքերն ու մեղադրանքները բացի Ջանի Վերսաչեի սպանությունից։ Պետք է չմոռանալ, որ ընտանիքում կա երեխա, ով մեծանալու է, ինֆորմացվելու է գործի մասին, ու սա որևէ կերպ լավ չի անդրադառնալու նրա հոգեվիճակին վրա։ Արան նշեց, որ նմանօրինակ հանցագործության մեջ մեղադրվող մարդուն թույլ չեն տալիս լքել երկիրը, սակայն Անդրեն կարողացել է դա անել։ Այսօր Անդրեն գտնվում է Հայաստանում ու մասնակցում է Հայ Սուպերսթար նախագծին։
եւ հետո դատարանի որոշմամբ Անդրեն պարբերաբար հանդիպում էր երեխայի հետ, հանդիպումներն անցնում էին սոցիալական աշխատակիցների ներկայությամբ, ամեն անգամ հանդիպումներն անցնում էին ջերմ ու երեխան լացով բաժանվում էր իր հորից, ինչը տեսնում ու արձանագրում էին բոլորը։ Կիսում եմ այն միտքը, որ ընտանիքը մութ անտառ է, կան բազմաթիվ մութ անկյուններ, բայց նաև կիսում եմ այն վարկածը, որ երկար բարակ շարադրությունը գրվեց Հայ Սուպերսթար նախագծի անոնսի թողարկման օրը, քաջատեղյակ լինելով, որ Անդրեն ՀՀ քաղաքացի է եւ իր գրառումը հաղորդում էր հանցագործության մասին, եւ բնական էր, որ Հայաստանի իրավապահ մարմինները նույնպես հետաքրքրվեցին այս գործով, սակայն բաց թողեցին այն իմանալով, որ գործը քննվում է նահանգներում։ Ես չեմ կարծում, որ կա էմպաթիայի հարց, որովհետեւ եթե լիներ, մի փոքր կտեսնեինք Անահիտ Սիմոնյանի դեպքում։ Հասարակությունը չհասկացավ, որ Անահիտը Հայկոյի միակ կինն էր, միակ երեխայի մայրն էր։ Քարերը վերցրին ու սկսեցին լարել, պատրաստ էին Անահիտ Սիմոնյանին հրապարակում այրել։ Այստեղ հակառակը եղավ, հայերը չեն սիրում հաջողակ կանանց, պետք է ամեն բան անել քաղաքակիրթ։ Անդրեի լռությունը պետք չէ դիտարկել որպես մեղավոր մարդու լռություն։ Մարդը լռում է, քանի որ դատավարությունը գնում է, նշեց Արա Ղազարյանը։ Մհեր Բաղդասարյանն էլ հավելեց. եւ ի վերջո կա օրենք, ըստ որի դատավարության ընթացքում Անդրեն իրավունք չունի մոտենալ ոչ նախկին կնոջը, ոչ նրա մասին հրապարակումներ անել ու խոսել։ Երգիչ Անդրեի կնոջ Անի Օհանյանի գրառման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել, այս մասին ֆակտորի հարցինի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից։ Նկատի ունենալով, որ ԶԼՄ-ներում տեղ գտած Անի Օհանյանի գրառման դեպքով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անի Օհանյանն ու Անդրեյ Հովնանյանը մշտապես բնակվել են Միացյալ Նահանգներում, իսկ հրապարակման մատնանշված հանգամանքների վերաբերյալ ներկայումս այնտեղ առկա է դատական գործընթաց, հետևաբար քննարկվող հրապարակմանը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 178-179 հոդվածների կարգով ընթացք չի տրվել, հայտնել են դատախազությունից։ Երգիչ Անդրեի շուրջ ստեղծված իրավիճակը այս պահին համացանցի թիվ 1 քննարկման առարկան է դարձել, ու այս քննարկումների ֆոնին տարածվում է մի հարցազրույց, որը երգիչը տվել է դեռ տարիներ առաջ։ Այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Իմ փոխարեն շատ բաներ են որոշում, արդեն սովոր եմ այդ ամեն ինչին ու վաղուց կարելի է ասել արդեն 20 տարուց ավել։ Եթե այդպես են որոշել, որ ես ամուսնացել եմ ու այդպես են մտածում, թող այդպես լինի։ Ես որևէ մեկնաբանություն չեմ ուզում տալ այդ ամենի շուրջ, որովհետև կարծում եմ, այդ հարցերի պատասխանը տրվեց քեզ տերեմ տեսահոլովակում։ Բայց դրանից հետո էլ շարունակվեցին շնորհավորանքներ, երևի միշտ էլ հետաքրքիր է մարդու անձնականը, բայց ես կցանկանայի, որ իմ արվեստը ավելի շատ հետաքրքրեր մարդկանց։ Ուրախ եմ, որ իմ արվեստը իսկապես հետաքրքիր է այն հանդիսատեսին, որը 20 տարի շարունակ իմ կողքին է։ Նրանք, ովքեր ինձ այս տարիների ընթացքում հասցրել են ճանաչել, վստահ եմ գիտեն, որ ես երբևիցե իմ անձնական կյանքն ու հարաբերությունները չեմ սիրելի ցույց դնել հանրությանը։ Բոլորին հետաքրքրող ցանկացած հարցի պատասխան հենց տեսահոլովակում է, ընդհանրապես պետք է այն սկզբից մինչև վերջ դիտել, բայց ցավոք այսօր մարդիկ միայն լուսանկարներով են կարծիք կազմում կամ միայն նյութերի վերնագրեր ընթերցելով, չկարդալով ամբողջական նյութն ու չդիտելով տեսանյութը։ Դա նույնն է, ինչ 2 ժամ տևողությամբ հրաշալի ֆիլմը դիտելու փոխարեն միայն մի քանի վայրկյան տևող թիզերը նայեց։ Շատերի կյանքում եղել է նման պատմություն, ես չեմ ցանկանում շատ բաներ բացահայտել, որովհետև պարզապես չեմ ցանկանում, չեմ ուզում անդրադառնալ այն ամենին, ինչ եղել է իմ անցյալում, որովհետև այն, ինչ կա իմ ներկայում, ավելի լուսավոր է, ավելի ուրախ ու սիրով լի։ Կան տեսահոլովակներ, որոնք ներկայացնում են իմ կյանքը, որոնց սցենարը հնարված չէ, բայց չեմ ասի, որոնք են դրանք։ Երբ հանրային մարդ ես, ուզած թե չուզած, անձնական կյանքդ հետաքրքիր է բոլորին, ինչու տրամաբանական ավարտ չունեցան, պատճառները շատ էին։ Հիասթափություններ, միմյանց չհասկանալ, դավաճանություններ։ Գիտես, ես առհասարակ ընկերություն անելուց երբեք եւ երբևիցե չեմ մտածել, որ դա պարտադիր պետք է տրամաբանական շարունակություն ունենա վերածվի ամուսնության։ Ամուսնությունը շատ լուրջ որոշում է։ Կարծում եմ, դա ավելի շատ որոշում է, քան զգացմունք։ Երևի միշտ երկկողմանի պատրաստ չեն եղել այդ ամենին։
Այո, իմ սիրտն էլ են շատ կոտրել, բայց ավելի ճիշտ կլինի ասել այն ոչ թե կոտրված է եղել, այլ հիասթափված։ Եղել է շրջան, որ դադարել էի հավատալ անկեղծ սիրուն, թեև շատ գեղեցիկ երգեր էի երգում սիրո մասին, բայց ինքս չէի հավատում սիրուն։ Բայց իհարկե, եթե մի բան մեկ անգամ չի ստացվում, չի նշանակում, որ պետք է դադարել հավատալ։ Այսօր կարծես թե հատկապես անձնական կյանքում բոլորն ավելի էգոիստ են դարձել, ավելի շատ իրենք իրենց մասին են մտածում։ Ես կարծում եմ, եթե անձնական կյանքի մասին է խոսքը 1+1 հավասար է ոչ թե 2-ի, այլ 1+1 հավասար է 1-ի, որովհետև երկու հոգի պետք է մեկ դառնան, մի ամբողջություն, ոչ թե ամեն մեկը փորձի իր սկզբունքները առաջ տանել։ Զիջումներն այսօր մոռացվել են։ Հիասթափություններ շատ են եղել, բայց երբևիցե չեմ չարացել։ Չեմ հիշում նման դեպք, որ ես իմ չստացված անձնական պատմության ավարտին տրագեդիա սարքեի մեկի համար։ Բայց եղել է դրա հակառակը, երբ նա ով տվյալ շրջանում կողքիս է եղել, փորձել է կյանքս թունավորել։ Ժամանակի հարցեր ես անգամ պատասխան չէի տալիս եւ այդ ամեն ինչն անցնում ու մոռացվում էր ուղակի։ Առհասարակ, եթե ես մի բանից հիասթափվում եմ, եթե մի բան կոտրվում է իմ կյանքում, ուրեմն վերջացած է ամեն բան։ Սերը նման է շատ փխրուն մի երևույթի, որը երբ ճաք է տալիս ու փորձում ես վերանորոգել, միևնույնն է, այդ ճաքը միշտ մնում է։ Ըստ իս հենց սկզբից երկու կողմն էլ պետք է ջրեն այդ զգացմունքը, պետք է ջանք թափվի։ Չգիտեմ, երևի շատ եմ արդեն փիլիսոփայում, բայց երբ 16 տարեկանում սիրահարված էի, ես պատրաստ էի ամուսնության։ Ուղղակի տարիքից ելնելով շատ խոչընդոտներ եղան, բայց կյանքում ունեցել եմ նման սեր, որը բոլոր սերերից ամենամեծն է եղել։ Սղճում եմ միայն նրա համար, որ ես այսօր կարող էի ունենալ 21 տարեկան որդի, բայց փաստը մնում է փաստ, որ ես կորցրի նրան։ Միայն դա է, որ ինքս ինձ չեմ ներում, այդ կորուստը ինձ համար ծանր է մինչև այսօր։ Չեմ ուզում ծավալվել ու այդ ամեն ինչը վերհիշել։ 1998 թվականներ, ինձ ցավ է պատճառում այդ հիշողությունը, ինձ ցավ է պատճառում, որ նա այսօր չկա։ Ուղղակի չեմ ուզում շարունակել այս թեմայով խոսել, բայց այն միտքը, որ նա կարող էր լինել իմ կյանքում, բայց չկա, իհարկե սղճում եմ շատ։ Այն ժամանակ երկուսս էլ ունեինք մեր կյանքը, մեր նպատակները։ Չեմ ուզում ասել, որ ամեն ինչ փուչ էր, բայց ամեն դեպքում ես իմ ներսում այդ պակասը զգում եմ, նշել էր Անդրեն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Անի Օհանյանը գրել էր. Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ, բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելիներ թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես ես։ Շուտով աշխարհը սկսեց փլուզվել։ Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով։ Այսօր նա չար կլինի, թե բարի, նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը եւ փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ։ Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա եւ կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի, կներես բառը ելք չէ, դա անընդհատ կրկնվում էր։ Այսօր ես համարձակվում եմ խոսել։ Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների եւ մարդկանց առջեւ, ցուցադրել երջանկություն այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման, աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս եւ ոչ թե խավար, նշել էր նա։